Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր նախադրական ոդքասթի հյուրը Հայաստանի նախկին արտգործնախարար Ռաֆֆի Հովհաննիսյանն է։ Ողջույն, պարոն Հովհաննիսյան։ Բարև, ազավոտքս բարով, այս գեղեցիկ դաղավարում։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ Ինչպե՞ս եք։ Սկսենք դրանից։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, պիտի ասենք, որ լավ լինենք։ Դուք այն եզակի քաղաքական գործիչներից եք, որ չգնացիք ամբիցիաների հետևից եւ իրականությունը ճիշտ գնահատելով հայտարարեցիք, որ շարունակությունը չի գնում ընտրությունների եւ աջակցում է Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին։ Ինչու նման որոշում կայացրեցիք։ Որովհետեւ մենք հավաքական մեր պատասխանատվությամբ, քննարկմամբ, բանավեճից հետո որոշեցինք, որ փոփոխություն բերելու ամենահավանական ճանապարհը այս ճանապարհն է, որը լիցքավորված է ծրագրերով, հնարավորությամբ, ներուժով, երիտասարդական ավյունով եւ նաեւ մասնագիտական փորձառությամբ։ Պետք է ասել սակայն, որ մենք երկարադեպ բանակցություններից հետո ոչ ամբողջական ուրախությամբ հանգեցինք այս ձևակերպման, որտեղ մենք կողմնակից մեծ միասնությամբ, դաշինքի միջոցով, որը մեր կարծիքով թույլ կտար, որ բոլոր մասնագիտ ուժերը լիարժեք մասնակցեին առանց որևէ ձևով վնասելու արկա եւ նաեւ կյանք վերցնող մոմենտում եւ շարժընթաց վերցնող շարժմանը։ Բայց իրականությունը այն է, որ որոշում կայացվեց բարոն Կարապետյանի հավաքականի թիմի կողմից, որ իրենց համար, իրենց պատկերացմամբ հաջողության հասնելու ճիշտ եղանակը տեխնիկական փոքր դաշինքն է եւ զորակցությունների այսպես մի ամբողջ համացանց, ասենք, որ դա ձեզ համար ընդունելի տարբերակ է։ Եվ դա վերջին հաշվով մեր առաջի նախընտրությունը չէր, բայց ընդունելի տարբերակ էր եւ մենք ուզեցինք ցանկացած եղանակով մասնակցությամբ, մեր գաթիլը ներդնելով, հերվից զորակցելով, ինչ որ անհրաժեշտ էր դա անել, առանց որևէ ավելորդ ձեր ասած ամբիցիայի, որտեղ մենք այդ ամեն ինչը տեսել ենք եւ մեզ պետք է այսօր գոյավիճակի էական գդրուկ բեգումնային փոփոխություն եւ դրա համար այս ուղղությամբ գնացինք։ 21 թվականին 20-ից ավելի կուսակցություն մասնակցեց ընտրություններին, կուսակցություն եւ դաշինք եւ 20% ձայները փոշիացան։ Հունիսի 7-ին այլ պատկեր է լինելու։ Ձեր կարծիքով կուսակցությունների թիվը պակաս է լինելու եւ ըստ այդմ փոշիացված ձայները ավելի քիչ են լինելու։ Եթե մեր ժողովրդի, մեր հասարակության գերագշիր կամ որակական մեծամասնությունը ինքնալիազորվի, հասկանա, որ իր քվեն վճռորոշ է մեր ապակայի գերտման համար, գնա ընտրությունների, չեզոք չմնա, անդարբեր չմնա, նեղացած չմնա, դեպրեսիայի մեջ չմնա, ես կարծում եմ, որ եթե մասնակցությունը բավականաչափ բարձր է, մասնագետները արդեն կոնկրետ դոգոսներ են հիմա հոլովում, մենք կունենանք փոփոխություն, թե մի ուժի բացարձակ հաջողությամբ, թե հետընտրական կոալիցիայի միջոցով։ Իսկ որն է ավելի հավանականը, որ մեկ ուժը, այսինքն Սամվել Կարապետյանի ուժը, այդ ուժն է համարվում ամենաբարձր ռեյտինգ ունեցող ուժը ընդդիմադիր ուժերից, որ Սամվել Կարապետյանի ուժը կարող է միայնակ հավաքել 51%։ Ըստ ձեզ։ Իհարկե կարող է, շատ բան կախված է ոչ միայն
վիճակագրությունից, կախված է նաև ոգուց, գազագերբչական ճյուղից, քարոզչությունից եւ նաև այս քարոզարշավի ընդհանուր ընթացքից։ Իսկ մինչ այդ ինչպես է գնահատում նրանց ճանապարհը։ Դե ես կարծում եմ, որ որոշ բացառություններով ճիշտ ուղղության վրա է եւ իհարկե բարդ է, երբ որ բարոն Ղարաբեդյանը ինքը չգա ցուցակում, դա կարծում եմ թե քարոզչական մատուցման խնդիր է առաջ բերում եւ կարծում եմ ինչպես նաեւ անվան մեջ այլևս այո, դրա գուզեմ եւ կարծում թե ամբողջ թիմը նաեւ գիտակից է, որ դա եւս ինչ որ խնդիր կարող է բերել, որ բացարձակ մեծամասնությունը ի վերջո բերի հարաբերական մեծամասնության եւ հետո հետընտրական գործընթացները պետք է որոշեն։ Իսկ հետընտրական գործընթացները դուք բացառում եք, որ ընդհանուր ընդդիմությունը, եթե բոլորի ձայները միասին հավաքենք, ընդդիմությունը հաղթի Փաշինյանին, բայց ընտրություններից հետո ընդդիմությունը չկարողանա պայմանավորվել իրար հետ։ Իհարկե հնարավոր է, բայց այս մեկ անգամ մենք պիտի դուրս գանք հայկական հետաքրքրից, որոշ չափով հայկական հիվանդությունից եւ գերդել այդ պահը, որը հենց այդ խաչմերուկում ենթադրում է իրապես վերգանգնել ամբիցիաներից, հատվածական եւ անհատական ամբիցիաներից, որտեղ դրան կան ու կան, եւ ես ուզում եմ հավատալ, որ այդ կարողականությունը ներուժը մեզ մոտ բնակվում է, գա եւ կգայանա։ Իսկ ինչ է կարծում, երբ, ես չեմ սիրում եթե բառը, երբ ընդդիմությանը հաջողվի հաղթել ընտրություններին եւ կոալիցիոն կառավարություն ստեղծել, երկար ապագա կունենա այդ կոալիցիոն կառավարությունը, թե այդուամենայնիվ դա լինելու է ճգնաժամային կառավարություն։ Լավ հարց է, որտեղ այս վերջի իշխանության ոչ կոմպետենտ եւ շատ դեղերում հանցավոր կառավարման հետքերով նրանք ովքեր պիտի կան եւ շարունակեն այդ կառավարումը եւ հույս եւ հեռանկար բերեն մեր երկրին, իրենք հադագից են զերոյից մինուսից պիտի սկսեն եւ բնավ որևէ բան բնավ կանխորոշված չէ, դա ճգնաժամ աշխատանք է ենթադրում, գազագերբչական ճիղ, երկիրը, հասարակությունը, քաղաքական ուժերը հավաքելու նաեւ ունակություն։ Դրա համար ես կարծում եմ, որ իհարկե հնարավոր է եւ անհրաժեշտ է, որ դա լինի, բայց շատ դժվար է լինելու այդ հետաքրքրի բերմամբ, որ այս իշխանությունը բերել է մեր երկրին։ Տեսեք, նախընտրական փուլում ուժեղ Հայաստանը ուժեղ է, այսինքն իրենք նախկին չեն, Սամվել Կարապետյանն էլ մեծ բարեգործ է, որ իսկապես շատ բան է արել թե Հայաստանի, թե Արցախի համար, թե հայկական եկեղեցու համար, բոլորը դրա մասին գիտեն եւ բացի այդ իր թիմը բավականին հաջող ընտրարշավ է անում եւ մենք բոլորս խոսում ենք, որ իրենք ֆավորիտն են, վաղուց ենք արդեն այս մասին խոսում։ Իսկ այն, որ իրենք փորձ չունեն, իրենց չի խանգարի ճիշտ կառավարել եւ հնարավորինս անցնցում ճանապարհով երկիրը հանել այս ճգնաժամային փոսից։ Ես կարծում եմ, որ կառավարման փորձ ունեն հանրային եւ մասնավոր սեկտորների հատվածների մեջ հսկայական փորձառություն կա եւ իրենք նաեւ ունակություն ունեն ընդգրկելու, ներառելու մասնագետներին, տարբեր սերունդներին, տարբեր ուղղությունների փորձագետներին, նաեւ այդ միջոցները ունեն դա իրականացնելու համար եւ դրա համար ես կարծում եմ, որ իհարկե հնարավոր է, որ դա լինի։ Կարևոր է նույնպես, որ այդ քաղաքականությունը, որ գալու է փոխարինելու այսօրվա քաղաքականության բացարձակ բագասը, այն է, որ պետք է լինի Հայաստանագենտրոն։ Անկախ նրանից, թե բարոն Ղարաբեդյանը իր հարստությունը որտեղ է վաստակել, որտեղից է արել բարեգործությունը Հայաստանին եւ Արցախի, չէ, գուզեմ ասել, անկախ նրանից Հայաստանում եւ Արցախում հսկայական բարերարություն է արել։ Գուզեմ ասել, անկախ նրանից, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց բացի եղել է նաեւ այլ քաղաքացի, կամ ես ամերիկացին եմ եւ եկել եմ Հայաստան,
մենք պիտի կարողանանք որպես անհատներ, առաջնորդներ, ընդդիմադիրներ, բոլոր դաշտի ամբողջ դարաբատկերում լինել Հայաստանագենտրոն մեր մոտեցումների մեջ եւ պիտի ամեն ինչ անենք իմ կարծիքով, որ այս ընտրությունը չդառնա աշխարհակական երկընտրանքի հարցը։ Մեկը Եվրոպամեդ է, մյուսը Ռուսամեդ է։ Այդ ռուսամեդությունը իմ կարծիքով այդ ընդդիմության բարաբաշարից մի դուրս կա, իսկ արևմտամեդությունը, այսինքն Եվրամիության անդամ դառնալը, ես մի բան կարող եմ ասել, այս իշխանության օրոք Հայաստանը երբեք չի դառնալու Եվրամիության անդամ կամ դրա իրական արժեքների գրողը։ Դրա համար կարճ պատասխան այս իշխանությունը չէ, այս իշխանությունը կարող է հիմա առաջ Ռուսաստանին առավել մոդել ցույց տալիս, հիմա եվրոպական ուղղությունն է փորձում մատուցել ժողովրդին, բայց այստեղ որևէ առնչություն չկա քաղաքակրթության, եվրոպական արժեքների հետ։ Դուք նախկին արտգործնախարարն եք եւ մեծ փորձ ունեք արտասահմանցի գործընկերների հետ շփվելու, բանակցելու եւ այլ, ինչ խորհուրդ կտաք ընդդիմությանը անել, որ եվրոպական այդ հավաքը, որ նախատեսված է մայիսի սկզբին Երևանում, հնարավորինս քիչ դիվիդենդ տա Փաշինյանին եւ նա չկարողանա դա օգտագործել որպես մեծ աջակցություն։ Այո։ Դե այդ աշխատանքը մենք արդեն մեր համեստ քայլերով, մեր գաթիլ ներդրմամբ, մեր գաբերով, մեր ելույթներով, մեր հուշակրերով անում ենք եւ եթե ասենք իմ համեստ գործունեությամբ ավելանա մյուսին մի մասը երևացող, մի մասը չերևացող, պիտի փորձենք նաեւ այսպես դեմն առնել այդ մոդեցմանը, որ կարելի է ասել հիբրիդային է, ինչպես հիմա մոդա է ասել, բայց պիտի նաեւ առարգայական լինելու համար այդ հիբրիդայնությունը, այդ վտանգը այդ մեր ներքին գործերի միջամտելու մեթոդապանությունը բոլոր անկյուններից է գալիս, այսինքն գալիս է առաջի հերթին Ադրբեջանից եւ Թուրքիայից, հետո Ամերիկայի փոխնախագահ, հետո ռուսական ակնարկ եւ հիմա նաեւ Եվրամիությունը ոչ միայն իր հավաքով միլիոնավոր դոլարների այսպես փոխանցումով, որ գործող 50 միլիոնը խոստացել են, բայց չեն փոխանցել։ Չէ, բայց չգիտեմ, դա հիբրիդային է, ոնց որ 12 թե 15 միլիոներ, բայց դա գալիս է գործող կառավարությանը, այսինքն նույնն է իշխող գուսակցությանը, իբր թե հիբրիդային վտանգների դեմ հանդիման աշխատելու համար, բայց իրենք նաև դառնում են նույն հիբրիդայինի գրող։ Ինձ մոտ միտք ծագեց։ Ասա։ Անցած մի քանի շաբաթ առաջ, եթե ես չեմ սխալվում, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչով էր հանդես եկել եվրոպական առաջնորդներին, Եվրոպայի երկրների առաջնորդներին, որ եկեք այդ հավաքը անցկացրեք ընտրություններից հետո, որպեսզի դա չդիտվի որպես միջամտություն եւ աջակցություն Փաշինյանի։ Իսկ չկա օրինակ, եթե բոլոր նախկին արտգործնախարարները միասնական ինչ որ մի հայտարարությամբ հանդես գան եւ նաեւ ցույց տալու Եվրոպային, թե ինչ է իրականում տեղի ունենում Հայաստանում, որտեղ այո, ես հասկանում եմ, որ Եվրամիության երկրները չեն արձագանքում այն գործընթացներին հակաօրինական, որ տեղի են ունենում այսօր Հայաստանում, բայց այդուամենայնիվ նրանք սիրում են, երբ որ ինչ որ դիմադրություն կա, նրանք սիրում են, որ կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են այլ կարծիք։ Օրինակ, չունեք նման գաղափար բոլորին համախմբեք եւ ընդհանուր մի հայտարարությամբ համատեղ նախաձեռնություններ եղել են, ազա կոնկրետ այս պահին այս հավաքի հետ կապված։ Չէ, գուզեմ ասել կոնկրետ այս հավաքի հետ նաև եղել են ընդհանուր մոդեցումներ, չերևացող գրավոր նամակներ, հուշակրեր ոչ միայն նախկին նախարարինը, այլ հավաքական նաև մոդեցումներ եղել են բանավոր գաբեր ամենաբարձր մակարդակի վրա, բայց այստեղ գնում է մեծ ճագերների մեջ մեծ քաղաքականություն։ Մենք եթե մեր մասով կարողացել ենք ԵԺԳ պաշտոնական այցը հետաձգել մինչև ընտրություններից հետո կարողացել ենք առանց որևէ մեկի անդրադարձի։ Այո, չենք կարողացել այս մեծ հավաքը նույնպես հետաձգել, բայց բարձր է որ ինքը օգտագործվելու է մինչև վերջի հյուրեն քարոզչական ներքաղաքական նպատակների համար, թե Եվրամիություն Հայաստան
գագաթաժողովը, թե այս ընդհանուր քաղաքական համայնքի մեծ այսպես համագումարը։ Եվ այս մայիս ամիսը բոլոր իր չափումներով զորահանթես է, չգիտեմ, Բաքվի գոմից արտոնված խորոված պարտի, այո, այդ ամեն ինչը ուղղվելու է դրան։ Հիմա դրա դիմաց մենք կունենանք գիտագից ընտրող, որը չի շփոթվելու ընդդիմադիր այսպես բազմազանությունից, բայց հասկանալու է, որ բոլորը մեր գլխի վրա դեղ ունեն, եթե մեզ հարկում են, մեր շահերը եւ իրավունքները նկատի են առնում, բայց այս մի հարցում իրենք իրավունք չունեն իրենց մխրճել մեր ներքին ընտրության մեջ։ Եւ հիմա այդ վտանգը պետք է ասել, որ բոլոր անկյուններից գալիս է։ Հունգարիան ցույց է տալիս, որ միշտ չէ որ հաջողում է։ Շատ լավ օրինակ է։ Այո, եւ հիմա Պենսը հայտարարություն է անում, Թրամփի տղան հայտարարություն է անում, բայց նա բարդվում է։ Այո, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար ավտոմատ դա նաև պիտի վերապերի մեզ, պիտի աշխատենք դրան, որ ազդակ ստանա աշխարհը, որ սա մեր ընտրությունն է, եւ այդ ընտրության ընդմիջից մեր ընդրողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին Սփյուռքը ակտիվ չի այս հարցում, ինչու Սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունները, որ գործում են Եվրոպայում, Սփյուռք համայնքները հայկական ոդկի չեն ելել ու չեն։ Չգիտեմ ինչ է ազանշանում ոդկի ելել, ես գիտեմ, որ հույզերը շատ են, երում է խմորումներ կան, ժողովներ կան, բայց պետք է նաև ասել, որ այս իշխանության քաղաքականությունը, որը մեր հասարակությունը բարակտեց, որ Սփյուռքը անդարբեր դարձած կամ նեղացած կամ ոչ ռելևանտ, ոչ վերապերելի դարձրեց, հարձակվելով մեր ինքնության, Սփյուռքի կողմից բարձրացած իրավունքների շահերի վրա, ես կարծում եմ, որ դա ինչ-որտեղ հագազդեցության ռեակցիա է նաև այս իշխանության քաղաքականության, բայց պետք չէ լինա ճակատագրաբաշխ, ես համարում, որ Սփյուռքի ակտիվ գիտագից անկյունները իրենք եւս հասկանում են, որ այստեղ ոչ միայն Հայաստանի Հանրապետության գոյաբանական խնդիրն է, ճակատամարտն է, այլ նաև ամբողջ հայազգի։ Բրն Հովհաննիսյան, իսկ ի՞նչ է կարծում, եթե Հայաստանում գործեին այլ օրենքներ եւ Սփյուռքը շատ ակտիվ ներգրաված լիներ այս 30 տարիներին կառավարությունում, այսինքն կառավարության մոտ մի 15-20% լինեին Սփյուռքի ներկայացուցիչներ, մենք Փաշինյան կունենայինք։ Դա այդ եթեների շարքը ազա կարելի է ամենադարբեր օրինակ։ Բայց դες ոչ չկար այդ մոտեցումը, որ ինչու չենք մենք մասնակցում։ Այո, եթե Սփյուռքի որակական մասնակցային ներկրավվածությունը ապահովեր, ոչ թե միայն այսպես նմուշային է ամեն մի իշխանություն մի 1-2 նմուշ ունենալով, այլ համագարկային մասնակցություն լիներ, նորից Հայաստան կենտրոն քաղաքականության Սերժ Սարգսյանի կառավարությունում չկար Սփյուռքահայ։ Գուզեմ ասել նմուշային, գուզեմ ասել ինքը, բայց հանրագարկային ինստիտուցիոնալ չէր, հա։ Բայց այդ եթեները, որ ասենք, եւ շատ չեմ ուզում մեր խոսակցության մեջ խորանալ, մի անգամ արդեն գարձեմ անդրադարձել ենք սրան, այսինքն 13 թվականի նախագահական իմ տեխնազության օրոք, եթե ոչ միայն արդարությունը եթե հաղթեր, եթե այնտեղ քաղաքական հանգուցալուծում լիներ կողմերի միջև, որը կբերեր համազգային լուծման, որը կնշանակեր ժողովրդի ընդգրկումը իշխանության մեջ կամ իշխանության որոշումների decision making-ի մեջ։ Եթե Սփյուռքն նույնպես իր մասնակցությունը ունենար այն ժամանակ կարելի է ասել, որ 10 տարի, 5 տարի անց եւ հիմա արդեն 10 տարի անց եւ ավելի չենք ունենա այսօրվա իրավիճակը, բայց դուք որ եթեներով չեք սիրում խոսել, հիմա դա արդեն ընկան դաշտ։ Ես հիշում եմ ձեր պատասխանը մեր հարցազրույցի ժամանակ, երբ որ դուք ասացիք, որ ես այն ժամանակ չդիմեցի բողոքի ակցիաներին, որտեղ հաստատ որպես Սփյուռքահայ Հայաստան չեմ եկել նրա համար, որ իմ պատճառով գոնե մի կաթիլ արյուն տվի։ Այսինքն բողոքի ակցիաներ եղան, ազատության հրապարակը Hyde Park դարձավ, հացատուլ եղավ, դարբեր տեսակի, բայց այդ բուն հարցը, որը շատ մարդիկ հիշում են, փորձում էին ամփոփել այդ բանի մեջ, ինչու չգնաց արյան, մինչև վերջ ինչու չգնաց, որովհետև մենք Հայաստան չենք եկել, որ հայի թեկուզ մի կաթիլ արյուն թափվի։ Շատ հետաքրքիր պատասխան է։ Պարոն Հովհաննիսյան, գիտեք, ես ուզում եմ խոսել նաև, մենք խոսում ենք այսպես հավաքական արևմուտքի մասին,
բայց ինձ համար հավաքական արևմուտքը գիտեք երբ դադարեց գոյություն ունենալ, երբ որ Բաքվում սկսեցին դատել այն մարդկանց, ում հետ այդ հավաքական արևմուտքը իդեմս օրինակ Ֆրանսիայի առաջնորդների, արտգործնախարարների, համանախագահների տարիներ, տասնյակ տարիներ շարունակ հանդիպել եւ բանակցել է եւ հանգիստ նստել են ու նայում են ինչպես այդ մարդիկ ում իրենք բարևում էին, հյուր էին գնում, նստում էին, բանակցում էին, այդ մարդկանց Բաքվում դատապարտեցին որպես ահաբեկիչների։ Ուր մնաց հավաքական արևմուտքը, ուր մնաց միջազգային սկզբունքները, ուր մնացին միջազգային ինստիտուտները։ Արդյոք մենք հիմա կարող ենք խոսել, որ այդ ամենը իրականում գոյություն ունի։ Եվ եթե դրան գոյություն չունեն, ուրեմն ցանկացած երկիր, այդ թվում Հայաստանի պես փոքր երկիր, պետք է այլևս իր ռազմավարությունը, արտաքին քաղաքականության ռազմավարությունը մշակի արդեն հաշվի առնելով, որ չկա նման բաներ եւ հարաբերություններ պետք է կառուցել ամեն կոնկրետ երկրի հետ։ Դե, այո, կարծում թե այդպես է, մանավանդ նոր աշխարհագարկի ստեղծման նախաշեմին կամ ընթացս գարջ պատասխանը այն է, որ ճիշտ է, միշտ եղել է այսպես երեսպաշտություն, մեծ դարանջադում գեղեցիկ խոսքերի եւ հետո իրական քայլերի միջև եւ մենք դրա համար դուժել ենք թե ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման ժամանակ, թե նաեւ արդի մեր պատմության ընթացքում, երբ ունեցել ենք նոր հայրենազրկում եւ գերիներ, ճիշտ եք ասում, բայց ամբողջական պատասխանը այն է, որ սկսենք նրանից, որ առաջի հերթին մեղավոր է հանցավոր եւ պատասխանատու միջազգային իրավունքի առջև Ադրբեջանի բռնաբեդը, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եւ նաեւ Հայաստանի գործող իշխանությունների մեղսակցությամբ։ Այդտեղ է հիմնական պատասխանատվության մեղքի հանցանքի աղբյուրը։ Երկրորդ շերտը, այո, երկթիմի արևմուտքն է։ Այնտեղ ունի պատասխանատվություն նաեւ Ռուսաստանը։ Կուզեմ ասել, որ ամեն մեկը իր հերթին ունեն մասնակցություն, բայց որևէ մեկը հետին թվով իրավունք չունի իրենից թոթափել այդ պատասխանատվությունը, ոնց որ անում են գործող մարդիկ, եւ այսպես մեղադրանքի սլակները ուղեն միայն Ռուսաստան, թե միայն նախկիններ, թե միայն արևմուտք, թե միայն որևէ։ Պարոն Հովհաննիսյան, իսկ պատկերացրեք, որ արդեն ընտրությունները տեղի են ունեցել, անդիմությունը եկել է իշխանության եւ սկսել են ուսումնասիրել 44 օրյա պատերազմը, կարճ ասած, ուզում են հասկանալ ինչու մենք այդ պատերազմում պարտվեցինք եւ ով է մեղավոր։ Ձեր կարծիքով Արևմուտքը, Ռուսաստանը կուզենան, որ նման մի ուսումնասիրություն լինի խորքային։ Ես չեմ կարող այլ պետությունների անունից հավաքական թե առանցին դեսագետ հայտնել, իրենք գիտեն, բայց նաև իրենք դեսագետներն փոփոխական են, այնպես չէ, որ այս բահին միջազգային հանրությունը, թե հավաքական Արևմուտքը, թե ոչ հավաքական Ռուսաստանը ինչ որ կոնկրետ եւ մշտական եւ հավերժական դեսագետ ունեն։ Ընդհանուր առմամբ ես ասում, որ այս աշխարհին գրեթե ամբողջովին ձեռնդու է Հայաստանի մի գործող իշխանություն, որը գործել է իր լեգիտիմությունը, որը որևէ սեփական իրավունք չի հետապնդում, որը վայր է դրել իր շահերի, իր ինքնության դրոշը եւ դարձել է սուբյեկտ միջազգային հարաբերություններում։ Իրեն համար ավելի հեշտ է նման Հայաստանի հետ գործ ունենալ։ Շատ լավ։ Դուք բառացիորեն ասացիք այն, ինչ ես եմ անընդհատ ասում եւ մտածում, որ չկա սխալ է ասել, որ Արևմուտքը միանշանակ աջակցում է Փաշինյանին։ Արևմուտքը ունի խնդիրներ այս տարածաշրջանում եւ Արևմուտքը չափազանց ուրախ է, որ այս տարածաշրջանում հակամարտության մեջ նախկինում հակամարտություն ունեցող երկրներից մեկը այնքան թույլ է, որ նախորոք ամեն ինչի համաձայն է։ Եվ աջակցությունը Փաշինյան միայն դրանում է, որ այո, մեզ ձեռ է տալիս մի մարդ, որը ամբողջությամբ ամեն ինչում համաձայն է Ալիևի հետ։ Մենք բանակցում ենք միայն մեկ մարդու հետ, երկու մարդու հետ փոխանցելու փոխարեն։ Միաժամանակ հանուն ճշմարտության պիտի ասենք կան
շրջանակներ, թե Սփյուռքում, թե նաև օտար պետություններում, որտեղ ավելի ուղիղ, շիդակ եւ արիապար են ներկայացնում հայոց իրավունքները եւ շահերը, քան Հայաստանի ղեկավարները իրենք, որոնք Չէ, կուզեմ ասել, կան շրջանակներ Ֆրանսիայում եւ այլուր, ովքեր բարձրացնում են Արցախի ժողովրդի երաշխավորված հետևենք Մակրոնի հայտարարություններին Երևանում։ Վերադարձի իրավունքը եւ այլն։ Կուզեմ ասել, որ թեև պաշտոնական ժամանակավոր այս Երևանը չի բարձրացնում այս հարցերը եւ անգամ ասում է, որ փակվել է այդ էջը, այսինքն սամրգեցուցիչ ահավոր մի բան է, որտեղ ով ասում է փակվել է այդ էջը, վաղ մյուս օր ինքը գասի որ փակվել է Սյունիքի էջը, թե Գեղարքունիքի, թե Դավուշի, թե մեկ ուրիշ մարզի էջը, եւ եթե այսպես շարունակվի եւ բեգում չմտնի եւ շնչելու ինքնիշխան քաղաքական ունենալու հեռանկար չբացվի մեր առաջ, ես կարծում եմ, որ խիստ հավանական է, որ այդպես է կլինի։ Դրա համար խիստ կարևոր է, որ փոփոխությունը դեղի ունենա, որ յուրաքանչյուր քաղաքացի իր խղճի մտոք պատասխանատվություն վերցնի այդ ընտրության համար եւ նաեւ պիտի հասկանանք, որ նոր իշխանության բարդականությունների ստանձնման բահից արտագարկ իրավիճակ է լինելու, թե ներքին, թե արտաքին, տարածաշրջանային ռեակցիան, միջազգայինը եւ այլն։ Ինչ ասել է արտաքին իրավիճակը։ Չէ, գուզեմ ասել, որ Հայաստանը մեկ անգամից պիտի դուրս չկա իր խոցելիությունից, սուբյեկտ ամիջապես պիտի չդառնա, ինքը պիտի վաստակի այդ բանը իր քաղաքականությամբ, իր բանական շրջահայաց հետևողական քայլերով, դա դրված չէ։ Բայց կտրուկ քայլեր չանի։ Ես կարծում եմ կտրուկ քայլեր ոչ մեկը չի անելու, եւ ես չեմ կարծում, որ կա թեկուզ մի հայ կամ Հայաստանի քաղաքացի, ով դեմ է խաղաղության։ Դրա համար ավելի բարձր գեղձավորություն ես չեմ տեսել, որ մեկը ասի, որ պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ եւ միայն ես եմ վերելու խաղաղությունը։ Եթե ես չլինեմ, կլինի պատերազմ եւ նույնիսկ նշել է երբ կլինի պատերազմ։ Այո, եւ ամփոփացնելով մի քանի հարցերի պատասխան ասեմ, որ նոր իշխանությունը լինի մի ուժից գազմված կամ հավանաբար կոալիցիայից, պիտի հասկանա, պիտի պատրաստ լինի հնարավոր բոլոր դիպաշարերին, սցենարներին, թե հերթական, թե արտահերթ, կուզեմ ասել, որ շատ ահավոր համաբարփակ խնդրի առջև պիտի լինի եւ դրա համար ինքը այդ նոր իշխանությունը պիտի չլինի մեծամիտ, պիտի չասի միայն ես, ինչպես որ ես իշխանությունը ասում է, բայց պիտի հնարավորինս պիտի զինվորակրի ողջ հայությունը իր բոլոր մասնագիտություններով, հնարավորություններով, ներուժներով եւ կարողանա իսկապես զորաշարժի ենթարկել հայոց ոգին եւ ներուժը։ Դուք երբ որ խոսում եք, պարոն Հովհաննիսյան, ինձ մոտ նոր մտքեր են ծագում։ Ես մտածում եմ, իսկ գուցե այն, որ Սամվել Կարապետյանը ունի այլ երկրների քաղաքացիություն եւս, դա տիեզերական արդարություն է մեզ համար, այս ընտրություններից հետո իսկապես ստեղծել ցանցային մի ազգ, ցանցային մի պետություն, որպեսզի իսկապես Հայաստան պետությունը ամբողջությամբ կարողանա էֆեկտիվ օգտագործել ամբողջ հայության ներուժը, իսկ ցանկացած երկրում ապրող հայրն էլ Հայաստանը համարի իր հայրենիքը։ Գեղեցիկ մատուցում է, բայց չբացարձակացնենք, կարող է լինել ցանցային, միաժամանակ ինստիտուցիոնալ, ոչ թե անհատի պաշտամունքով, ինստիտուցիոնալ եւ միշտ ու միշտ Հայաստանագենտրոն եւ ես չեմ կարծում, որ նույնիսկ եթե հետո փոխվի եւ դառնա միայն Հայաստանի քաղաքացի, պարոն Ղարաբեջյանը կամ որևէ այլ մեկը, ես չեմ կարծում, որ մինչեւ այդ բահը, որը բանջում է օրենքը, այդ այլ քաղաքացիությունները բացասապար ազդում են այն իրականության վրա, որ մարդը ինքնին Հայաստանագենտրոն է ու ուշնու միտքը, իր կյանքի սևերումը, իր բարերարությունը ուղղվել է դեպի հայրենիք եւ հայրենի պետություններ։ Դրա համար ես կարծում եմ, որ հնարավոր է քո ասածը, բայց առանց բացարձակացնելու, պետք է Հայաստան կենտրոն իր շահով իրավունքով, պետք է դառնա այդ քաղաքականաստեղծ մեքենան ինստիտուցիոնալ, հանրագարկային, ոչ թե միայն անհատաբաշտ, եւ հետո այդ ցանցայնությունը կարծեմ թե
արդի աշխարհում, ժամանակակից աշխարհում, այսօրվա մեր ապրող շնչող կյանքում պիտի լինի անհրաժեշտ։ Դուք Հայաստանի առաջին արտգործնախարարն եք, ճիշտ է։ Եվ ձեզ համար ինչ էր ցեղասպանությունը որպես դիվանագիտական գործիք, հա, այսպես ասեմ, օգնում էր ձեզ ցեղասպանության այդ ռազմավարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր, որ հնարավորինս շատ երկիր ճանաչի ցեղասպանությունը, ստիպի վերջո աշխարհը Թուրքիային էլ ճանաչել ցեղասպանություն։ Դա ձեզ օգնում էր ձեր դիվանագիտական գործնեության մեջ, թե խանգարում։ Դա իմ էության մասն էր, որպես ցեղասպանության մեր մեծ հայրենազրկման ոչ միայն զոհերի, այլ վերաբրողների ժառանգորդ, դա արդեն իմ ողնաշարի, իմ էության մեջ էր։ Եվ անկախ դրանից, թե մի իշխանությունը կամ մի նախագահությունը որոշել էր դա չդարձնել pedagogan օրագարկի մաս, իսկ մյուսները մի փոքր փոխել էին ասես акցենտները, այնուամենայնիվ պետք է ասել, որ բոլորի մոտ կար այդ գիտակցությունը, որ այդ հիշողությունը, այդ իրավունքները, որ գալիս են այդ հիշողությունից, դրա գիրառողը լինի պետությունը, թե սփյուռքը հայ ժառանգորդները, այնպիսին է, որ իրենք ընդունում էին հայոց ինքնությունը, մեր քաղաքագրթական ժառանգությունը, եւ միգուցե դարբեր արոգանություններով էին մոտենում այդ հարցին, բայց ինքը իմ կարծիքով նախ արժեք է, քաղաքագրթական հրամայական է, բայց նաև հոգեբանական, գործնական, գիրառական զենք, ինչպես դուք ասացիք, եւ դա երևում է նույն Թուրքիայի վերաբերմունքից, որ դա ինքնին ճնշման եղանակ է։ Իսկ ինչու մինչև Փաշինյանի իշխանության գալը չկար կազմակերպված փյուրք, երբ ցեղասպանության ենթարկվածների ժառանգները դիմեին դատարաններ Թուրքիայի դեմ։ Ինչու։ Որպես Թուրքի ներկայացուցիչ եմ ասում, որպես հայ իրավաբանների միության ասես համահիմնադիր, երբ որ թե Ամերիկայի, կարող եմ ասել, որ թե անհատական հայցեր, գույքային հայցեր, ծննդավայր վերաթարնալու իրավունքի հայցեր, ամենադարբեր եղանակներով գային դարբեր փորձեր, նաև դադի դալ Թուրքիա պետությունը համակարգային բայց չկար։ Համակարգային չկար, բայց նաև կար սահմանափակում, որ միջազգային ադյաններում, միջպետական ասպես հարաբերություններում ենթադրում է, որ միայն պետությունն է, որ պետության դեմ հայց կարող է ներկայացնել։ Ենթադրվում էր, թե դա իրավական սահմանափակում է։ Դա այսինքն ոչ թե անհաղթահարելի, կարելի է դարբեր եղանակներից, դարբեր ասպես արահետներից մոդենալ այդ հարցին եւ միգուցե հաղթահարել, բայց քանի որ չկար համագարկում պաշտոնական Երևանի եւ Սփյուռքի կառույցների, ժառանգորդների միջև, դա այսպես շեմ չափահովեց եւ ցավոք սրտի մենք հասանք միջազգային դատարան միայն վերջի շրջանին եւ տեսնում ենք որ այս իշխանությունը նաեւ հրաժարվում է այդ իրավունքից, այսինքն Հայաստանի քաղաքացիների ցանկի խոշտանգում զերծ մնալու իրավունք, հայրենիք վերադառնալու իրավունք, այդ ամեն ինչը բերվել են միջազգային դատարաններ եւ հիմա Հայաստանը հետ է քաշվում կամ չի հետապնդում սա ագնհայտ ճշմարտություն է որ եթե լսես թե ինչ է ասում pedagogan կամ իշխանական Հայաստանի կողմից այնտեղ նոր իշխանությունը պետք է շարունակի ինքը պիտի վերականգնի իրավունքի գոյությունը գիտակցումը եւ հետապնդումը դրա հերթականությունը գիրառելիությունը կարող է տարբերակված լինի ըստ իրավիճակի բայց առաջի հերթին մենք պիտի վերականգնենք իրավունքների նկատմամբ մեր հանձնառությունը այդ իրավունքը նաեւ ենթադրում են վերապերում է դրան որ մենք անվտանգ եւ պաշտպանված լինելու իրավունք ունենք եւ անպայման չէ որ մեր բարդությունից հետո մեր պաշտպանական ունակությունը 0-ի վրա պիտի լինի չնայած մայիս 28-ին չգիտեմ վերևից արտոնված շքերթեն անելու այսինքն արևը թույլ է տվել որ ինչ որ շքերթ անցկացնի դա կանեն բայց իրական պաշտպանվածությունը
իրական սեփական անվտանգությունը ապահովելը դա լրիվ այլ կատեգորիա է եւ դա նաեւ մտնում է իրավունք հետապնդելու այդ հանձնարարության եւ բարդականության մեջ քանի անգամ ասել եմ նժդե մեր անյակպա մեզերից է որը նաեւ ասել է որ ուժն է ծնում իրավունք բայց նաեւ հագարակը պետք է լինի որ մենք պիտի նաեւ գտնենք իրավունքի ուժը որ հիմա մենք գործել ենք մենք իրավունքի զիրոյական գետի վրա ենք եւ նոր իշխանությունը արդեն աստիճանաբար պիտի վերականգնի մեր իրավունքները հետաքրքիր է ես նաև ուզում եմ հարցնել ձեզ ինչ է ձեզ համար ցեղասպանության հիշողությունը որովհետև երբ մենք դեռ Արցախ ունեինք ես հոգով ցավում էի ցեղասպանության համար բնականաբար նաև որպես պատմաբան շատ էի կարդացել ու շատ էի դիտել դրա մասին բայց չկար սրտի ֆիզիկական ցավ Արցախի կորստից հետո ես զգում եմ ցավը եւ հոգով եւ սրտով ֆիզիկապես եմ զգում այդ ցավը եւ ուզում եմ որ դուք պատմեք որովհետեւ աշխարհում ապրում է առնվազն մի քանի անգամ ավելի հայ քան ապրում է Հայաստանում եւ ինչ է ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար այդ հիշողությունը եւ ինչու է այն կարեւոր շատ խորիմաստ դիպուկ հարց է մոտենում ենք 111-րդ տարելիցին ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման եւ այդ կորուստը նաեւ վերապերում է մեր վերջի հայրենազրկման վերջի մեր հանգրվանի վերջին արարի թեև ես հավատում եմ եւ հավատացած եմ որ դա վերջնական չէ բայց պետք է ասել որ սա շատ ավելի էր քան ցեղասպանություն այսինքն մարդու ցեղի սպանդ սա հայրենասպանություն էր հայրենազրկում էր երբ գործրեցինք մի ոչ քաղաքակրթություն ոչ միայն անմեղ ալեհերներ եւ երեխաներ եւ մայրեր եւ դղամարդիկ այլ մի ոչ քաղաքակրթություն դպրոցներ եկեղեցիներ հավատ կրթություն համասարան, քոլեջ, Խարպերտի քոլեջը, Էրզրումի Գարինի Սանասարյան վարժարանը, գուզեմ ասել, մի ոչ քաղաքակրթություն էր իր արժեքներով, իր սերունդներով, իր ապրող կյանքով, իր ավանդույթներով ժառանգված եւ փոխանցված սերունդ եւ իհարկե ողջագիզումը հոլոկոստը նույնպես ահավոր մի ոչրագործություն էր, բայց դա դեղի չունեցավ իրենց հայրենի, այնտեղ հայրենիքի գորուստ չկար հայրենիքը դրա հետքերով վերագանգնեցին պետությունը իսկ մեզ ոչնչացրեցին հենց մեզ լրիվ ոչնչացրին դրա համար գորուստ այնքան ամփոփչական է եւ համապարփակ բաբերս որ վերաբրեցին ցեղասպանությունը Հովագիմը եւ Խնգենին Կասպարը եւ Սիրունը իրենք գործեցին մանկություն երգեր բարեր գրթություն եւ հայրենիքը սկսեցին վերագերդել հայրենիքից գես աշխարհերու դրա համար այնքան ամփոփչական է այդ գորուստը ցավը որը դու քեզ համոզում ես որ դու պիտի կարողանաս անգամ ժպտալ դրա դիմաց վերաբրել դժվարության ահավոր ցավի վրա նույնիսկ հույս ունենալ հուսավարվել եւ հույսը փոխանցել նոր սերունդին ընդհանրապես լրությունը ամենաուժեղ պատասխանն է ձեր հարցին ազա բայց կուզեմ ասել որ մեր դեպքում գորուստը ուղղակի աշխատապաշտական էր ինքը դիեզերական գորուստ էր որ մենք մինչև հիմա զգում ենք մեր վրա դուք քրեաներից հոլոկոստից խոսեցիք ես հիշեցի տասնամյակներ շարունակ ամեն տարի ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանության առաջ հավաքվում էին հայ երիտասարդներ դաշնակցություններ կազմակերպում այսպես բողոքի ցույց էին կազմակերպում եւ ես մի քանի տարի շարունակ այդ օրերին այնտեղ մի կնոջ էի տեսնում երիտասարդ որը հրեա էր եւ մի օր խոսեցի ասում եմ դուք երևի լավագույնս եք հասկանում մեր ցավը ասում ինչ եք խոսում անհամեմատելի է մեր ու ձեր ցավը որովհետեւ այո մեզ էլ են ջարդել սպանել ավելի շատ են սպանել քան ձեզ եթե քանակի մասին ենք խոսում բայց Նյուրնբերգ կար նրանք ովքեր մեզ սպանել են
Այո։ Եվ ինչ ժամանակագից նաև գիրառում ունի քո ասածը, որտեվ ամենա գրեհիկ բանը այն է, որ Ադրբեջանի բռնապետը ասում է, որ մեր հերոսների, մեր նախագահների, վարչապետերի, մեր զինվորների, քաղաքացիների տադարանը Բաքվում դա Նուրեմբերգն էր։ Ինքն է ասում, ինքը, որը արդի շրջանի նացիստ ղեկավար է, ինքն է, որ իր շրջանս յուր է ներկայացնում, դա դարձնում է Նուրեմբերգ, իսկ Երևանից քար լրություն, ոչ մի պատասխան։ Դու կարող ես դարբեր բաներ համարել դիվանագիտություն, զսպվածություն, իրադեսություն, իրականություն, բայց երբ որ ասում են, որ այդ դատավարությունը Նուրեմբերգն է, հա, որ այնտեղ մեղադրող գոմը դա արդարության հաղթող ուժերի արդարության մարտիկներն էին, իսկ մեղադրյալները իրենք նացիստներն էին, նման զզվելի, զազրելի, զարհուրելի խոսք չկա եւ մեր կողմից, Հայաստանի պաշտոնյան կողմից լրությունը դրան ուղղակի մեղսակցության ամենաբարձր աստիճանն է։ Փաշինյանը պետք է պատասխան տա նաև դրա համար, պարոն Ավանեսյան։ Կարծում եմ, թե այո։ Պետք է կանգնի դատարանի առաջ։ Դա արդեն ապակա Հայաստանի անկախ դատախազը պետք է որոշի։ Գիտեք, մի հարց տամ, գուցե շատ ցավոտ հնչի այդ հարցը, բայց փորձեք անկեղծ պատասխանել։ Ես մեկ-մեկ մտածում եմ, իսկ գուցե Փաշինյանը եւ ընդհանրապես ԿՊ-ն այդքան վստահ են, որ իրենք այս անգամ են վերընտրվելու, որովհետեւ տեսնում են, որ բնակչության գոնե մի մասը, նո առնվազն մի 20%-ը, ուզում է թուրքերի հետ ապրել ցանկացած ձևով, այսինքն իրենք իրենց չեն համարում, իրենք համարում են, որ օքեյ են, նորմալ է եւ համաձայն են նույնիսկ Թուրքիայում ապրել։ Չգիտեմ դոգոսայնությունը եւ չգիտեմ որքանով է դա ամփոփչական ճշմարիտ, որքանով է դա ներարգված այս իշխանության կողմից, բայց բոլոր իշխանությունների օրոք ես մի տարի արտգործնախարար եմ, հետո դարձա ընդդիմություն բոլոր նախագահներին, բայց ես գրեցի իմ վրա եւ նույնիսկ ընդդիմադիր որպես ես ընդունեցի այդ դրույթը, որ Հայաստանը պատրաստ պետք է լինի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ օգտագործել այդ դիվանագիտական հարաբերությունները բաժանարար հարցերը լուծելու եւ նաեւ ի վերջո ժողովուրդների միջև հաշտեցում բերելու։ Բայց չէինք պահանջում, որ Թուրքիան բայց խնդիրը այն է, որ դրա զուգահեռ իհարկե իրավունք բայց դա նախապայման չէ։ Չէ, ուզում ասել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատում։ Բայց նախապայմանը դնում էր ոչ թե իրավունք ունեցող կողմը, այլ Թուրքիան էր, որ մի փոքր շտկումներով ասում են Ղարաբաղի հարցը լուծել։ Ղարաբաղի հարց, Ղարսի Մոսկվայի պայմանագրի հարց, 15 թվականի ցեղասպանությունից հրաժարվելու հարց, գուզեմ ասել ժամանակի ընթացքում մի փոքր փոխվել է ցուցակը, բայց մինչև հիմա դանում են նախապայմանները, հիմա դարձել է սահմանադրություն, հետո Մինսկի խումբ, հետո Ադրբեջանը պետք է համաձայնվի եւ սահմանի բացում են խաղարկում, բայց ոչ մի սահման չի բացվում։ Գուզեմ ասել, որ սիմետրիա չի եղել այդ հարաբերությունների մեջ, միշտ եղել է ուղղահայաց, իսկ այս իշխանությունը դուրս է եկել այդ բանից, որ առանց նախապայմանների, ինքը ընդունել է նախապայմանները եւ որպես օբյեկտ ընդունում է դրանց իրականություն եւ անգամ այդ դեպքում սահմանը չեն բացում։ Ինչ է կանելու հունիսի 8-ին։ Հունիսի 8-ին ես լինելու եմ Հայաստանի քաղաքացի եւ պատրաստ եմ լինելու վգան լինելու, մասնագիծ լինելու, ինչպես ներկա է 91 թվականի սեպտեմբեր 21-ին հրավիրելու նոր շրջան, նոր հաղթաշրջան հայ ժողովրդի համար։ Պատրաստ եմ նույնպես ցանկացած դիպաշարի ընթացիկ թե արդարոց, որովհետև այս փոփոխությունը իմ կարծիքով
չի լինելու առանց ցնցումների։ Դրա համար մենք բոլորս պետք է պատրաստ լինենք խղճի մտոք Հայաստանի վերելքի կվենդալ ամսի 7-ին եւ 8-ին արդեն պատրաստ լինել գրծքով, օրենքով, բոլոր եղանակներով պաշտպանել այդ կվենտը։ Այսինքն Փաշինյանը նույնիսկ եթե պարտվի ընտրությունների նզդեզ առանց ցնցում չի հեռանա։ Փաշինյանը եւ կամ իր պարտներները դարաշրջանային։ Էրդողանը։ Չէ, իրենք կվախենան ուրախացած միասնական հայ ժողովրդից, չեք կարծում։ Եթե տեսնեն մի ամբողջ հրապարակ մի քանի 100,000 հայ, որ տոնում է հաղթանակը, որ Փաշինյանը հեռանում է, իրենք էլ կվախենան։ Չեք ուզում ասել, ես պատրաստ եմ սեպտեմբեր 21-ի հանգույն բադմության գերդման ներգան եւ վգան եւ ագանադեսը լինել եւ մասնագիծը լինել վերջագետ։ Հետ գրություն մենք բոլորս պետք է պատրաստ լինենք այս հաղթանակը ապահովել հետընտրական բոլոր սահմանադրական եղանակներով։ Ես հուսով եմ, որ մենք ձեզ հետ միասին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում շամպայն կխմենք, որ հեռանում է Փաշինյանը։ Թող որ լինի, թող շամպայն անգամ չլի, բայց թող հայ ժողովուրդը ունենա իրեն պատկանող իշխանություն։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Մերսի Ազա։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ